առաջիկայում համապետական ընտրություններն են եւ ձեր թիմը պարբերաբար նշում է, որ թույլ չենք տալու Գյումրիի երկու սցենարը կրկնվի համապետական ընտրություններում։ Ձեզ համար ի՞նչն է խնդրահարույց կոնկրետ Գյումրիում եւ եթե ընտրություններում որևէ անօրինական բան կար, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ի վերջո այդ արդյունքները։ Ընտրությունների այդ մասի հետ կապված մենք երբևէ հարց չենք բարձրացրել, հաշտ ենք քաղաքացիների կայացրած ընտրության հետ, Գյումրի երկու ասելով գործընկերները նկատի ունեն այն կարևոր հանգամանքը, որ համայնքի ղեկավար կարող է դառնալ ընտրություններում փաստացի պարտված տեխնացիոն, որի շուրջ այսպես ասած ընդդիմադիր կոնսոլիդացիա լինում, մի կոնսոլիդացիա, որը բացառվում էր ընտրական փուլում անազնիվ գտնվելով քաղաքացիների հետ։ Չէ, պարոն Խուդայթյան, բայց ի՞նչն է այստեղ ասում ժողովուրդը։ Ես նկատի ունեմ, որ տարբեր քաղաքական ուժեր, որոնք նախկինում բացառում էին Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը, ընտրություններից հետո իրենց ձայնը տվեցին Վարդան Ղուկասյանին եւ արդյունքում կոմունիստների տեխնացիոն հայտնվեց համայնքապետարանում, դրանից հետո այն ուրեմն դեպքերով ինչի մասին գիտեք եւ դրան էլ չեմ ուզենա անդրադառնալ, քրեական գործի հետ կապված նկատի ունեմ, այսինքն փաստացի ընտրություններում պարտված տեխնացիոն, ընտրություններում առավելագույն ձայներ չստացած տեխնացիոն դարձավ համայնքի ղեկավար եւ հետո տեսանք թե ինչ արեց այդ իշխանությունը։ Բայց ձեր տեխնացիոն էլ ըստեյության չէր հաղթել կամ եթե դուք էլ Երևանում օրինակ կոալիցիա եք կազմել Հանրապետություն։ Պարոն Ավինյանը Երևանում ստացել է ընտրողների ամենամեծ թվով ձայները եւ ինքը ընտրությունների արդյունքով հաղթող տեխնացու է, այստեղ այլ իրավիճակ ունենք, բայց դրան էլ նույնիսկ չեմ ուզենա անդրադառնալ, մենք ի գիտություն ենք ընդունել գյումրեցիների ընտրությունը, շնորհակալ ենք գյումրեցիներին մեզ վստահված ձայների համար եւ հիմա էլ որպես ընդդիմություն Գյումրիում փորձում ենք առավելագույն օգուտ տալ համայնքին, գիտեք Գյումրին այս պահին այդքան էլ լավ վիճակում չի հայտնված, մանավանդ ենթակառուցվածքների մասով, բայց մենք նույնիսկ դրան չենք նայում եւ շարունակում ենք ավելի մեծ ծավալով իրականացնել պետական այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, այսօր էլ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի շրջանակ հաստատվեց։ Պարոն Խուդայթյան, Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ինչ եք քննարկել, արդյոք նաեւ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի Հայաստանի միացման հարցը, սրա վերաբերյալ ինչ մանրամասն կհայտեք։ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացման հարցը, ինչը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր երկու երկրների համար եւ ինչը կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել մեր երկու երկրների էներգոհամակարգերին, որովհետեւ էներգետիկայի տրամաբանությունը այդպիսին է։ Բացառապես այդ հարցերի շրջանակն ենք քննարկել, այլ հարցեր չենք քննարկել եւ քննարկել ենք այդ հարցով։ Հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել եւ հասկանալ անհրաժեշտ ներդրումների ծավալը այս մասով։ Մենք պատրաստական ենք այդ ներդրումները իրականացնել, օր առաջ աշխատանքները սկսել, այն պատկերացնում, որ դա կանեն նաեւ Թուրքիայի գործընկերները, ինչը կրկին պիտի ասեմ լրացուցիչ ամրություն կտա եւ մեր եւ Թուրքիայի էներգետիկ համակարգին։ Հարցեր չեք քննարկել միադեպքում էներգետիկ համակարգերի միացմանը, փաստորեն մենք նաեւ մեր էներգետիկ համակարգը այսպես ասած ռուբլիկը դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Ես չգիտեմ ովքեր են այդպիսի բան նկարագրում, դրանք հակատարամաբանական նկարագրումներ են։ Ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում եւ այդպիսի անհրաժեշտություն չկա։ Ավելին Հայաստանի էներգետիկ համակարգը միացված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգին, Վրաստանի էներգետիկ համակարգին եւ մենք տարվա ընթացքում գրեթե մշտական պարբերականությամբ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրանի Իսլամական Հանրապետություն, արտահանում ենք Վրաստանի Հանրապետություն եւ ըստ անհրաժեշտության նաեւ ներմուծում ենք Վրաստանի Հանրապետությունից, նույնը պլանավորում ենք անել նաեւ Թուրքիայի հետ։ Պարոն Խուդայթյան, ադրբեջանցիներն են դուրս գալու Հայաստանի սուվերեն տարածքներից, օրինակ ջերմուկից երբ են դուրս գալու։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ինձ հարցեր տալ նախարարության համակարգման տիրույթների շրջանակում, որպեսզի իմ պատասխանները լինեն հստակ։ Մյուս մասով Այո, եւ ձեր տիրույթը Հայաստանի տարածքների հարցը։
Սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը նախարարության համակարգման տիրույթում չի, իսկ ձեր բարձրացած հարցը ամբողջությամբ այդ գործընթացի շրջանակներում իրականացվող հարց է, ինչի մասին կառավարության իմ բազմաթիվ այլ գործընկերներ, այդ թվում հանրապետության վարչապետը այս քաղաքական պատասխանատվություն կրում են, բայց նորից եմ ասում այն հարցերը, որոնք իմ նախարարության համակարգման տիրույթում չեն, ես ժամկետ չեմ կարող ասել, ես կարող եմ ասել մեթոդը, դա սահմանազատման գործընթացն է, ընտրամաբանության մեջ, որովհետև կարծիք կա, որ ադրբեջանցիները իրենց ուզածը ստացան Տավուշի մարզում եւ սահմանազատման գործընթացը կանգ առավ, երբ փաստերը հենց դրա մասին են վկայում։ Սահմանազատման գործընթացը կանգ չի առել, դրա մասին հայտարարել է եւ Հայաստանի կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը, կա սահմանազատման հանձնաժողով եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Ես ինքս սահմանազատման հանձնաժողովի անդամ չեմ եւ դրա բերումով նաեւ ավելի մեծ ինֆորմացիայի, այդ թվում ժամկետների չեմ տիրապետում։ Խուդանյան, բայց հողի վրա ըստ էության որևէ գործընթաց տեղի չի ունենում եւ հնարավոր է Ադրբեջանի գործընկերների հետ պայմանավորվածություն կա ձեռք բերված ժամկետները ձգձգելու, ինչեւ որ համապետական ընտրությունների արդյունքները բաց կլինեն, որովհետեւ թե ոչ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ղեկավարը անընդհատ նշում է, որ եթե դուք չլինեք իշխանության, ապա պատերազմ։ Ոչ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Իսկ ինչով եք պայմանավորում, օրինակ, երբ պաշտոնական Երևանը հայտարարում է խաղաղության գործընթացի մասին, հողի վրա խաղաղություն կա, սակայն ադրբեջանական կողմը Ալիևը հայտարարում է, որ մինչև տնային առաջադրանքը Նիկոլ Փաշինյանը չկատարի, խաղաղության պայմանագիր չի ստանալու։ Հայկական կողմը չի հայտարարել, հայտարարել է հայկական եւ ադրբեջանական կողմերը, բազմիցս են հայտարարել, վերջին հայտարարությունը կրկին եղել է շաբաթներ առաջ, դրանից առաջ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում հայտնի փաստաթուղթն է ստորագրվել, որով փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, տնային առաջադրանքները մենք չունենք, մեզ այլ երկրներից չեն կարող տնային առաջադրանքներ տալ եւ դա այն հարցն է, որի մասին կրկին բազմաթիվ անգամներ խոսել են։ Որ Երևանը, Սևանը ադրբեջանական են եւ ոտքով է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն օգոստոսի 8-ին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն օգոստոսի 8-ի փաստաթղթով, հետեւաբար ձեր ասածը մեկնաբանելու անհրաժեշտություն չունեմ։ ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունը նշել է, որ խնդիր կա, խոչընդոտներ կա խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, մասնավորապես նշվում է սահմանադրության։ Ես նման հայտարարության ծանոթ չեմ, հետեւաբար թույլ տվեք չմեկնաբանեմ։ Այ դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ ինձ տվեք այնպիսի հարցեր, որոնք աշխատանքի բերումով պիտի ծանոթ լինեմ ձեր նշած հայտարարությանը, ընդհանրապես ծանոթ չեմ, հիմա առաջին անգամ եմ լսում ձեզնից։ Սահմանամերձ այո, կուտ եւ սոտ համայնքներ դուք որպես նախարար վերջին անգամ երբ եք այցելել, վերջերս Արման Թաթոյանն էր ահազանգել, որ ադրբեջանական զորքերը առաջ խաղացում են ունեցել այդտեղ եւ օրինակ ուղիղ նշանառության տակ է հայտնվել Սոտքի հանքավայրը, կուտ բնակավայրը։ Այցելել եմ վերջինը մի քանի ամիս առաջ, երբ որ բանալիներ էինք հանձնում Սոտքի բնակիչներին։ Հիմա կդժվարանամ ամիսը ասել, բայց շատ երկար չի անցել վստահաբար։ Պարոն մարզպետի հետ Գեղարքունիքի այցելել ենք։ Այդ թվում նաև դիտարկել ենք այն աշխատանքները, որոնք իրականացվել են պետական ֆինանսավորմամբ, նաև այն աշխատանքները, որոնք բնակիչներն են իրականացնում 16 միլիոն դրամի հայտնի բնականաշինական ծրագրի շրջանակներում, այդ շրջանակներում մասնավորապես Սոտքում բազմաթիվ բնակարաններ արդեն կառուցվել են քաղաքացիների համար եւ կարծում եմ կյանքը Սոտքում ավելի լավ է, քան եղել է նախորդ շրջանում։ Կարող է հենց այդպես բացահայտել, որ այո, իրականում ուղիղ նշանառության տակ են հայտնվել ադրբեջանցիները ինչ որ առաջ խաղացում ունեն։ Դուք անընդհատ իսկ փորձում եք այլ նախարարությունների համակարգման տիրույթի հարցեր տալ եւ դիրքեր այցելել է հարգելի գործընկերներ, ես դիրքեր որպես այդպեսին այցելելու հաճախ առիթներ չեմ ունենում եւ հետեւաբար ինձ հարցնել թե այս կամ այն դիրք վերջին անգամ երբ եք այցելել, կարծում եմ ճիշտ չի եւ տրամաբանված չի։ Հնարավոր է ֆրանսիական մոդելը ընդդեմ ատոմային Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ մենք ընտրել ենք ատոմակայանի տեսակը, դա փոքր մոդուլյար ատոմականների մոդելն է
Մենք առաջարկներ ունենք մի քանի երկրներից, ներառյալ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կորեան եւ այդ մոդելների ուսումնասիրություն ենք իրականացնում, այսքանը։ Դայթյան Քոչարյանը հայտարարում է, որ չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի իշխանությունը չի տապալվել, չի հեռացվել։ Ինչ կասեք։ Քոչյանը ճիշտ կանի աշխատանքների վրա կենտրոնանա, այն աշխատանքների, որոնք ինձ թույլ կտան ընդամենը անցողիկ շեմը հաղթահարել, որովհետև այս ընտրություններին ձևակերպված հարց կարծում եմ իրենց համար դա պիտի լինի, կկարողանան արդյոք անցողիկ շեմը հաղթահարել թե չէ, եթե աշխատեն, կկարողանան հաղթահարել, եթե գնան այն ճանապարհով, որ մի անգամ ոչ էինք անում այլ քաղաքական ուժերի չգնալ, որոնք հետո չհաղթահարեցին անցողիկ շեմ, ուրեմն չեն էլ հաղթահարելու։ Եթե ձեզ աշխատանքից ազատեն եւ կաթողիկոսը ասի, որ դուք պետք է մնաք այդ պաշտոնում եւ դուք զավթած վարեք ձեր աշխատասենյակը, բյուջեն սխեք, մեքենաները, դա կլինի օրինական։ Ինձ կտրիչ Ներսիսյանը չի նշանակում պաշտոնի, որ ինքը ազատի։ Եթե ազատվեք պաշտոնից, ինքը նման բան ասեց եւ դուք մնաք եւ զավթեք օրինակ աշխատասենյակը, մեքենան։ Ինքն ինձ այդպիսի բան ասելու գործառույթ չունի, հետեւաբար չեմ ուզի իրականությունից կտրված հարց մեկնաբանեմ, եթե այդ թեմայով հարցեր կան, ես չեմ խուսափում պատասխանել եկեղեցու հետ կապված հարցերին, շատ ուղիղ հարցը տվեք եւ շատ ուղիղ այդ հարցին կպատասխանեմ, նախկինում էլ եթե Հայաստանի Հանրապետության գործող կարգի խախտումով է կտրիչ Ներսիսյանը ազատել թեմակալ առաջնորդին եւ հետո Հայաստանի Հանրապետության դատարանը օրենքով սահմանված կարգով վերականգնել է իր իրավունքները, ապա դատարանի դա պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային բոլոր տեսակի հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային տրամաբանության մեջ եւ կներեք հոգեվոր նշանակումներ կամ հոգեվոր աշխատանքներ, որպես այդպեսին առանձին ուղղությամբ չկա եւ Փառք Աստծո, որ Հայաստանում նաեւ հոգեվոր դատարան էլ չկա, որը հոգեվոր աշխատանքների հարցով հոգեվոր հարցեր կքննարկի եւ հոգեվոր վճիռներ կկայացնի։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կարգով սահմանված բոլոր աշխատանքային վեճերը իրավունք ունի քննել Հայաստանի Հանրապետության դատարանը եւ Հայաստանի Հանրապետության դատարանը քննել է եւ վերականգնել է թեմակալ առաջնորդի աշխատանքից ազատվելու որոշումն է բեկանել եւ իրեն վերականգնել է այն աշխատանքի, որը ինքը իրականացնում է նաեւ հիմա։ Եթե համապետական ընտրությունների Բայց վերջին հարցը պայմանավորված ժամկետից շատ ավելի անցավ։ Ընտրությունների արդյունքում է ստացվում, որ ձեր չուզած Գյումրի 2-ի սցենարը կրկնվի, այդ ժամանակ ինչ եք անելու։ Փողոց եք դուրս գալու, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, եթե հաշ չեն, թող դուրս գան փողոց իշխանապողություն անել, պիտի դուրս գաք փողոց իշխանապողություն անելու։ Համապետական ընտրությունների արդյունքում վստահաբար քաղաքացիական պայմանագիրը արժանանալու է ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեին եւ ձեր ասած եթեով սցենարը ըստ դեպքում անիմաստ է քննարկել, որովհետեւ այդպիսի իրավիճակ չի լինի։ Սա ասում եմ մարզային այցերի գրեթե ամփոփման փուլում, երբ որ ամենօրյա ռեժիմով տեսնում եմ քաղաքացիների վերաբերմունքը, քաղաքացիների դիմավորելը մեզ, քաղաքացիների վերաբերմունքը այն աշխատանքների մասով, որ մենք իրականացել ենք վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների հետ կապված, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, մենք Հայաստանում են եզակի իշխանությունն ենք, որ քաղաքացիների որոշումը հարգում է եւ դրա բերումով է նաեւ, որ Վարդան Ղուկասյանին հաջողվեց դառնալ Գյումրիում համայնքապետ, Հայաստանի բազմաթիվ համայնքներում կան ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետեր եւ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում այլևս բացարձակ որոշումը կայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվել եւ ընտրություններ չեն կեղծվելու։ Բայց եթե իհարկե դա կառավարության ղեկավարի կարծիքի հետ չի համընկնում, ազատում են աշխատանքից, ինչպես օրինակ Հիպարիտ Դրմեյանը, ինչպես նաեւ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Դուք նկատի ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խոսքի ազատությունը։ Խոսքը ընտրովի պաշտոնյաների մասին է, այսինքն
պարոն Դերմեյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չէին ընտրել են հաստիքում, ոչ էլ Ցեղասպանության թանգարանի տնօրենին էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրել այդ հաստիքում։ Դուք հիմա խոսում եք նշանակովի պաշտոնների հետ եւ փորձում եք համեմատական տանել ընտրովի պաշտոնների հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, որը եղել են տրամաբանության մեջ, որ ընտրել են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքի ղեկավարների եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ պաշտոնյաների, մենք բոլոր այդ դեպքերի հետ հաշվի ենք նստել եւ հաշվի ենք նստելու։ Բայց պարոն Խուդակյան, ախր ուղիղ միջամտություն է։ Դուք օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի աղոթքի ընթացքում պատահականների ժամանակ Արցախ անունը հնչեցնելը սպառնալիք է, մեր ընտրած քաղաքականությունից գծից շեղում է։ Դուք ուզում եք, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոռանան իրենց պատմությունը, որտեղից են եկել, ուրանան Մենք չենք ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոռանան ինչ-որ բան կամ առավել եւս ուրանան ինչ-որ բան, այո, Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող երկու քաղաքականություն լինել, երկու արտաքին քաղաքականություն լինել, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը բացահայտ է, մենք դրա մասին բազմաթիվ անգամներ ասել ենք։ Եվ հետևաբար այո Հայաստանի Հանրապետությունում երկու արտաքին քաղաքականության ուղղություն լինել բացառված է եւ մենք թույլ չենք տա որ որոշ մարդիկ այդ ուղղությունը տանելով փորձեն պատերազմ հրահարել, բախումներ հրահարել, որովհետեւ իրականում պատերազմի կուսակցության անդամները ընտրվելի եւ ընտրություններում հաջողություն ունենալու այլ հույս չունեն, քան Հայաստանում պատերազմն է, իրենց հիասթափությունն է սպասում, Հայաստանում պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ հիմա էլ խաղաղ է։